Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ պայծառատես Նարինե Մկրդումյանին։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի պատրոնում, Facebook-յան եւ YouTube-յան էջերում։ Բարև ձեզ Նարինե, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Նարինե, փորձենք ամփոփել տարին։ Ինչ տարի էր եւ կարծում եմ մեր հաղորդման ավարտին նաեւ կխոսենք թե ինչ տարի է սպասվում մեզ։ Եթե ճիշտը խոսենք, քաղաքը գեղեցիկ է, պատրաստվում ենք նոր տարվա միջոցառումներին, բայց նաև անկեղծ լինենք, որ մարդիկ կան, որոնց աչքերում ուրախություն մենք չենք տեսնում։ Ընդհանրապես ինչ վիճակում է մեր ժողովուրդը, ելնելով նրանից, թե ովքեր են ձեզ դիմում, ինչ դեպքեր եք արձանագրում, եւ դրա հիման վրա էլ կարող ենք ասել, թե մեր հասարակությունը ինչ հոգեկան վիճակում է այս պահի դրությամբ։ Դե ներկա ես այդքան վատ չեմ տեսնում, ճիշտ է, դիմողներ շատ կան, տարբեր հարցերով, տարբեր խնդիրներով, բոլորի մոտ տարբեր է, բայց այս ներկապահ այդքան վատ չեմ տեսնում, ինչքան թոշակավորն են, նոր տարվա վրա թոշակավորներ ավելի շատ են վատ վիճակում, մնացած այդքան չէ, նորմալ վիճակ է, այս պահը։ Նորմալ վիճակ նշանակում է, որ ամեն դեպքում կրակոցներ չեն լինի, խաղաղությունը կա, ինչպես ասում է մեր կառավարությունը, մեր սահմանները հանգիստ են, դա նկատի ունեք։ Սահմանները պետք է որ հանգիստ լինեն, այո, հանգիստ լինելու են դեր։ Այդպիսի բաներ մենք չենք տեսնելու, այս ամանորը մեր չեն փչացնելու։ Չէ, բայց ամեն դեպքում մեր զգուշությունը պետք է լինի, բայց ամանորը չեն փչացնի։ Դուք մեր հաղորդումներից մեկի ժամանակ ասում եք, որ Նիկոլ Փաշինյանի հեռացումն էլ չեք տեսնում, մինչև տարեվերջ հաստատ չի լինելու։ Դեռ չեմ տեսնում, բայց հիմա մեր ազգից է էլի կախված։ Եթե մեր ազգը ոտի կաղնի, այո, ինքը դուրս կգա։ Միայն միասնականությունը կտանի դրա եւ ժողովուրդն է նրան հեռացնելու։ Նիկոլ Փաշինյանի մոտ հիմա ներկա շատ քիչ մարդ է մնացել։ Հիմնականը ըստ ումա առևտրականն են, տենց բիզնես ունեցողները, հա։ Չէ, ես մի քանի տարի առաջ որ օգնականներից հետ գնացել ենք շուկա, դեղից ճանաչել են։ Նարին են, ասեցի ոչ մի բան չխոսեք, էլի դե առևտրականները որ մոտենում են, չէ, իրանք մի սկսում են խոսել շատ։ Հետո որ ասում եմ մի 3-4 տարի առաջ ասեցին ուզում եք ինքը մնա։ Դե ես Տուրքիայի հետ որ առևտուր է դա էլի եւ դա է դա։ Բայց ուրիշները չեն մնացել, չէ, առևտրականներն են հիմնականը։ Ինձ էլի են գորում գալիս են իմ մոտ, ասում են Երանի այն ժամանակ որ գնում էին, գալիս էինք, առևտուր էինք անում, բայց այն մնացածն են դեմ են։ Հաճախորդների մոտ է որ գալիս են, չէ, հերթի տակ։ Մեկը մտնում է օգնականից ասում է, այն մեկը Փաշինյանի կողմն է։ Համարևտուր է անում տենց գալիս են, օգտականս գալիս եմ ուտենում այնց, ասում լսեցիր, ասում են Թուրքիային ավելի լավ են խոսում, քան թե հայերեն։ Հիմնականը իստոմա առևտրականներն են մնացել իր մոտ, կանած մեկ է մի երկու հոգի, տենց շատ չէ։ Բայց ամեն դեպքում իշխանափոխություն չեք տեսնում։ Իշխանափոխությունը արդեն մեզ այնց է կախված, մենք պետքա ոտքի հելնենք։ Միայն այդ դեպքում։ Լավ, հիմա խոսենք իշխանափոխությանը մենք դեռ չեք տեսնում։ Հիմա խոսենք ինչ դեպքեր է ձեզ մոտ արձանագրվել մեր վերջին հանդիպումից հետո, ինչ նոր պատմություններ ունեք մեզ պատմելու։ Ինչ նոր պատմություններ ունեմ պատմելու, ին վրա ճիշտ ասած այդ մեր հայկական եկեղեցու քահանաների հարցով շատ շուշուտ են զանգում, շատ շուշուտ են զանգում ու ասում են որ ունեն շաքարային խնդիրներ, ճնշմանն այդ խնդիրներ իրանց ազատությունն են ուզում, ես էլ եմ ճիշտ ասած ցանկանում իրանց ազատությունը, քանի որ տվյալ մարդիկ իրանք անհանգստացած դուրս գան, էլի, հա, նրանք բերդը գցելու իմաստ չկար նրանց։ Համարում եք, որ չպետք է այդպես լիներ։ Այո, չպետք է այդպես լինի, քանի որ նրանք ընդհանրապես էլի բերդի բան չեն։ Իսկ եկեղեցու շուրջ այս ամենը որ տեղի է ունենում կաթողիկոսի հետ կապված։ Ես հիշում եմ, որ Բագրատ Սրբազանի շարժումը սկսել էր, դուք այդ ժամանակ էլ եք ժողովրդին հորդորում, խնդրում, որ իրեն վերաբերվել որպես հոգևորականի եւ ոչ թե ինչ-որ քաղաքական գործ չի։ Հա, դե այդ Բագրատ Սրբազանը ինքը պայքարում էր ոսկե պարի համար, էլի։ Տեսեք, ես մի բան եմ իմանում, եթե եկեղեցիներին արդեն հարցը գնացել, որ եկեղեցիները քանդվեն, կան այդ 5 կաթողիկոսները դուրս գան, այդ կրոնն է երևի ուզում վերացնի, տենց է այս թվում, որտեղ ուրիշ տարբերակ չկա, եկեղեցի պիտի ուզեն քանդեն։
Հայկական էջի ուզում է փակվի։ Քաղաքներն է պայքարում են դրա համար, որ չփակվի։ Թե չի Կաղանան ինչի համար ուժ պիտի պայքարի։ Ասում եք, որ նրանց հարազատները ձեզ հանգահարում են, ինչ ակնկալիք ունեին Նարինե, ուզում էին հասկանային, թե դուք ինչ եք տեսնում իրենց հետագան։ Չէ, դրանց իրանց հարազատները որ զանգում են, դե հարազատը ինձ հարազատ են եկան, ես չգիտեմ, որ շաքար ունեն, դեղ ճնշման այդ խնդիրներ ունեն, հետո իրանք ինչ շատ ժամանակ ասում էին փոփոխություն տայր, բայց ես էլի պատրաստ եմ փոփոխ, ես իմ ուժերի չա, պրոստը իրանք այդ տարիքում էլ չեն էլի, ոչ էլ կոպիտ կհնչի, բայց իրանք բերթի բրադյականներ էլ չեն էլի, կներեք բարիս համար, մեծ տարիքով մարդիկ են, որը եկեղեցու զանգն է էլի հնչացնում, հիմա ներկապահը տեղ նստած, ոչ Պարս խոսեմ, ոչ քչի փախոտ կա ունեն, ոչ բրադյագային, ոչ ցելի վրա են, ասենք, այդ տարիքումն էլ չեն, ինչ պիտի նրանք դեղանեն։ Ընդամենը շաքարային դիաբետներ, վատ առողջություն ունեն։ Դե Միքայել Սիրփազանին ընթառաջեցին փաստորեն վիրահատությունը կարվի, տեղյակ չեմ ճիշտ ասած այս պահին արվել է թե չի արվել, ամեն դեպքում նա հիվանդանոցում հայտնվեց։ Ճիշտ ասած ես էլ չեմ տեղյակ, ինձ որ զանգել են մի 2 ամիս առաջ են զանգել, անընդհատ գրում էին, զանգում էին, անընդհատ իմ էջից վրա Facebook-յան, WhatsApp, Viber զանգելով, որ այդ մարդիկ ընդհանրապես բերթի բան չեն էլի, մի բան անես։ Դաժե ասում էին, որ այդ միջամտնեմ, հա, հավաքներ անեմ, բայց այդ նույն մարդիկ էլ պետք է էլի իրանք էլ հասկանային, որ իրանք էլ պետք է հավաք անեին։ Հետո դա ձեր գործը չէր, կարծես թե։ Իմ գործն էլ էր, ես չեմ տեսնում, որ իրանք դա իրաց տեղը չի, էլի այնտեղ։ Ընդհանրապես բերթը իրաց տեղը չի։ Իսկ ինչ որ միջամտություն դուք արել եք հեռվից, թե Ես ասում եմ, ինձ ասում եմ, որ դու մտնես եթեր, վարշե իրանից պրոցի մի խոսա, էլի քեզ է կբռնի։ Ես ասում եմ, թող բռնի։ Ես ոչ բերթից եմ վախենում, ոչ բան։ Լավ, ոչ բերթի դրանից եմ վախենում, ոչ ներսից։ Լավ, դուք ձեր խոսքը արդեն ասեցիք, որ նրանք այնտեղ չպետք է հայտնվեն, իրենց տեղը եկեղեցին է, իրենց տեղը իրենց հոգևոր իրենց Դե, հա, տարիքով մեծ են մեկ, երկրորդը դեղ ես չգիտեմ, ընդհանրապես իրանց այդտեղ չեմ տվել արել, բայց զանգերը որ գալիս է WhatsApp Viber-ին ասում են ինձ շաքար ունեն, հիվանդություններ ունեն, ճնշման հետ կապված ունեն, հետո էլ դե Նարինե ջան, նրանք պարավացած մարդիկ են, էլի։ Ոչ մի վատ բաներ չեն արել։ Լավ, կտեսնենք ամեն դեպքում իրավիճակը ինչպես կընթանա, հիմա խոսենք ինչ նոր պատմություններ ունեք մեզ։ Պատմությունները շատ են, շատ գալիս են, մեծ մասը գիրկապանքի հետ եմ տեսնում։ Փաստորեն չի վերանում Նարինե այդ թուղթուգիրը ասածը մեր հասարակությանը։ Չէ, գիրկապանքի հետ կապված է լինում հիվանդությունները, կապված է լինում անհաջողությունները, կապված է լինում դեղ կապված է լինում ամուսնությունները, որովհետև բարձ տեսնում եմ, դաժե ասում եմ, այս բարձը կբերեք, այս շորը կբերեք, տվյալ մարդու անունն եմ տալիս, պատմությունները հիմնականում գիրերը շատ են անում, դաժե արդեն բարձ աչքով են գալիս խոսում են։ Ճիշտ ասած ես մարդիկ կան, որ չեմ ընդունում ընդհանրապես, որովհետեւ իրանք տեղյակ են, տեսեք, ես իմ մոտ ռենտգենի նման հիվանդությունները բացում եմ, իմ մոտ երթը շատ է, ներկապահներ շատ է երթը։ Ռենտգենի նման հիվանդությունները բացում եմ, ես ասում եմ, բայց ասում եմ նաև որ կողմի վրա է արած։ Գերից լինում է ավտովթարներ, որ այս վերջում իմ հետ մարդիկ կան, որ իմ հետ ընդհանրապես չեն ուզում կապ հաստատեն, ես ասել եմ, որ 3 վթար եղել է, 4-րդն էլ եմ տեսնում, բայց ասել եմ ձեր համաձայնությունը պիտի լինի, որ աշխատանքը գնա։ Դե ասել եմ եք դեր կմտածենք, ասեն եղել է այդ վթարը։ Զանգեցին ասում եմ փաստորեն դու տեսել ես, չես օգնել, բայց դուք էլ պիտի գայիք։ Անհրաժեշտ իրեր կա, որ պիտի բերեիք։ Ազնական կյանքը մարդկա օգնել եմ, ամուսնացել է, տեսել եմ կապած։ Տեսել եմ ինչի վրա են կապել, դաժե ասել եմ այս հենց այդ իրը բերեք ես մաքրեմ։ Իմ մոտ հիմնականում մեծ մասը Երևան շատ տարածված է գիրկապանքը, անգամ նաև գալիս են չիմանալով, որ այս մեկի վրա կանեք, մեկը ասում եմ, չէ, ես չեմ անում, ես մաքրում եմ։ Մագիչսկի գրերը շատ է ազդում տվյալ մարդկանց վրա, շատ, տեսողության վրա են անում, օրգանների վրա են անում, ամուսնության վրա են անում, վթարի վրա են անում։ Եվ այդ ամեն մի խոսքը մագիչսկի կարողանում է բռնի, լինում է։ Դա լինում է, ես մաքրում եմ աշխատանքը գերազանց գնում է,
Բայց դեպքերը սենց է, տարբեր դեպքեր Եկեք լինում է։ պատմեք էլի մի քանի դեպք, օրինակ, վերջի անգամ ինչի համար են ձեզ դիմել, ինչ դեպք են արձանագրվել։ Գիտեք ոնց է, վերջի անգամ չի լինում, անընդհատ գալիս են, տարբեր խնդիրներ։ Օրինակ անցած անգամ ասում եք, որ ընտանեկան միջադեպերի հետ կապված ժառանգության բաժանելու հետ կապված Դրանք շատ է լինում, որ քուր աղբորը վատանում է, աղբերի աղբորը վատանում է, աղբերի աղբորը դանակահարում է, աղբերի աղբորը խփում է, այդ էլի տան պատմություն։ Դաժե լինում է դեպքեր, որ ծնողն է բաժակի մեջ կամ ճաշի մեջ ինչ-որ բան գցում, որ երեխան վատանա, ամեն ինչ լինում է, հազարավոր դեպքեր է լինում, շատ դեպքեր է լինում։ Այդ ինչի վրա ասեցի, որ Փաշինյանի մոտ արևտրականները մնացին, էդ էլ է դեպք եղել էլի, որ եկել է իմ մոտ, էլի մի հատ աղջիկ, ասեց ինչ տղամարդու հետ ուզում եմ կյանքս կապեմ, չի լինում, մի անգամ ինձ ճանապարհ բացվեց, ասեց Թուրքիա եմ ուզում գնամ, արևտրականները հիմնականը իրանց ձեռք է տալիս, էլի այդ տուրցի պահը։ Շատ դեպքեր է լինում է դեպքեր, որ գալիս են հերթի մեջ, մի անգամ ականջիս ընկնում, օգնականից ասում, օգնականս գալիս է իմ ականջին ընկնում, ասում է դու այն մեկը գիտես ով ասում, մեր հայկական լեզուն ինչքան չի լավ տիրապետում, ինչքան Տուրքիա գնաց եկել իր լեզուն։ Շատ դեպքեր է լինում, մարդ կա գալիս է, ասում է ուզում եմ ամուսնանամ, բայց ամուսնության օրս չի լինում, էլի այդ տուրցի պատճառով։ Ես ուղղակի գիտեք ինչ կուզեի հայտարարեի ստեղից էլի, որ երբեք լավ է դու քո ափսեի մեջ մնաս, քո հնարավորության մեջ, քան թե թշնամու դուրը բացես գնաս։ Դա հիմնականը հերթի մեջ էլ է մեծ ագրեսիա ընկնում, եթե արևտրական է գալիս կաղնում, մեծ ագրեսիա է ընկնում, հերթի տակ արդեն մի տեսակ են դառնում, բա դու ես չես, որ թուրքերի գնում էր գալիս էր Տուրքիա, արևտուր է Իրանում, արդեն դեռ ես տեսնում եմ Կալիդորում արդեն որ սկսում է ագրեսիա ընկնելը, օգնականները միշտ գնում են իրարից քաշում են։ Էդ էլ է, թե այս դեպքերի հետ է կապված թե ինչ, բայց դրանից էլ են էլի սկսում վատանալ, կամ տեսնում ես մեկը եկավ օգնականից մի բան ասավ, օգնականից եկավ ականջից ընկավ, թե այն մեկը իր լավ տղու դնում, բայց չէ։ Իրա մերն ու իրա քուրը գնում էին Տուրքիա գալիս էին, Փաշինյանյանն էին, սենց բաներ է էլի գնում։ Մեկ տեսնում արդեն ուզում է կոնֆլիկտներ առաջանա, օգնականները մտնում են չեն թողում։ Ասում եմ դե լավ, դա հիմա դրա ժամանակը չի։ Ամեկի բանը լսում եմ, այսինքն էլի հերթի տակ ագրեսիան տարածվում է, ընկնում է։ Այսինքն մարդիկ որ գալիս են իրենց խնդիրներով, այդ խնդիրները բերում են նաև ձեզ մոտ, էլի, միշտ ձեզ հասնել արդեն իրանք իրար մեջ են, Մինչև ինձ հասնել է միշտ հերթի տակ կռիվ լինում է։ Իսկ չէ կարողանում այնպես անել, որ չհավաքվեն, այդպես չի ստացվում։ Հատկապես հիմա որ շատ լարված վիճակ է։ Միայն ձեզ մոտ չէ, լինում է որ միտեղ հավաքվում է մի 7-8 հոգի արդեն։ Դե երևի այս հեղափոխության վրա այլ են մի քիչ լարված, մի քիչ էլ այդ որ այլ պետություն բան են գնում, դրա վրա էլ կլինեն էլի լարված։ Չէ, օգնականները միանգամից մտնում են մեջը, չեն թողում։ Ուրիշ ինչ կոնկրետ դեպքերից կխոսեք Նարինե, որտեղ միշտ մեր հեռուստադիտողները ովքեր լսում են ձեզ, ինձ գրում են, որ Նարինեին ասեք թող օրինակ բացատրի այս դեպքը ինչպես է կարողացել միջամտել կամ ինչ դեպքերի դեպքում կարող են իրեն դիմել։ Ուրիշ գիտեք որ դեպք է լինում, որ մեկ է զանգում են, գրում են, որ տանից մի բան ա կորել, բայց դուրը փակ։ Այդ տան անդամն է լինում, էլի, դրա համար ես այդ էլ կասեի, որ այդ հարցով կոնկրետ չդիմեն։ Ասենք դուրը փակած, գիշերը քնած, դուրը ընդհանրապես չի բացվել։ Տնից մի բան ա կորում, զանգում են ասում կորել է։ Այս իջանում կորել է, բայց տնից ոչ ոք դուրս չի եկել։ Տան մարդն է էլի անում։ Դա այդ հարցով ընդհանրապես չեմ ուզում դիմեն։ Դրա համար հայտարարում եմ, որ կոնկրետ այդ հարցով չդիմեն։ Բայց շատ դեպքեր շատ կա, շատ դեպքեր էլի, անթիվ դեպքեր։ Օգնել եմ երեխա է եղել, ես կարողացել եմ օգնեմ, աշխատել եմ էլի թույլ կողմերի վրա, որ իմ մոտ բարձ խնդիրը բացվում է, տղամարդուցա թե կնգանիցա, այդ չբերությանը այդ հարցովն եմ օգնել։ Եղել է դեպք, որ ասենք մարդ չի կարողացել տանջվել է անընդհատ իրան այդ մի ուրիշ այդ հարցովն եմ օգնել ինքը իր հոգին հանգստացել է, այլ հոգեպես էր տանջվում։ Այդ կողմովն եմ տեսել եմ, իմ մոտ տեսիլքները բացվում են։ Այսինքն լինում են դեպքեր, որ տեսնում եք անհույս է եւ կարողանում եք մարդուն մխիթարել ու ճանապարհել։ Չէ, այդ գիտեք ոնց է, տեսեք, ես չեմ մխիթարում։ Իմ մոտ տեսիլքները բացվում է վերևից։ Ասենք դիմացինը գալիս է, իր պատասխանը ես չգիտեմ։ Իմ մոտ իր պատասխանը բացվում է, թե տառը,
թե դեպքը, թե ինչա լինելու, թե ինչից է սկսվել, դա տեսիլքով սենց հերթով բացվելով գալիս է, ես իրանց ասում եմ, բայց որ իրանք ասեն գան, ես տենց հասկանամ, չէ, տեսիլքի միջոցով այդ ամեն ինչը բացվում է։ Ուղղակի դեպքերը շատ է լինում է դեպքեր, որ մենք ենք ընկնում, կոնկրետ ես եմ ընկնում խոսակցությունների մեջ, լինում է դեպքեր, որ իրական է, լինում է դեպք, որ անիրական է, Այսինքն դուք հենց մասնակցում եք այդ դեպքերին ինչպես օրինակ։ Օրինակ մտնում եմ խանութը, դուրս հենց այդ խանութի մեջ դեղ այդ աշխատողը ասում է, որ ինձ իմ շեֆս, այսինքն տնօրենը, իրան բնացրել է աշխատանքի գումարի փոխարեն տվել է ֆալշիվի գումար։ Դուրս եմ գալիս օգնականից ասում եմ, որ իրան այդ տնօրենին պետք է տեսնենք, ասում է գործ չունես։ Ես այդ տնօրենին ճանաչում եմ, ինքը կարգին տղա է, անհնար բան է, տենց բան լինի։ Ես հիմա մտնեմ, ասեմ, ինքը խոսքը փոխելով է։ Տենց բան չի լինում։ Մտնում ենք, հետ ենք տալիս կամերան, իր ասած օրն ու իր ասած ժամը, տեսնում, տենց բան չկա, հետո կանչում ենք։ Հետո ասում է, չէ, տենց է եղել, ինքը իրականը չտվել։ Հետո ընկնում ենք քաշքշուկի մեջ։ Հետո ասում են, դե դուք պետք է կարողանաք ձեր բարերը ճիշտ տանեք, առաջ տանեք, եթե տենց բան իրոքից միգուցե դուք եք ասում։ Ձեզ դա պետք է, որ դուք ընկնում եք այդ դեպքերի մեջ։ Դե ես էս մտածում աշխատացրել են գումարը չեն տվել, բայց պարզում է որ Այսինքն ձեզ վերևից ասում են, որ դուք պետք է միջամտեք։ Վերևից չի ասել, այդ կինն այդ աշխատող Չէ, նկատի ունեմ, ինչու եք միջամտում, եթե դա ձեր գործը չի։ Դե եթե ինձ է դիմել, ես եմ միջամտում եմ, էլի այդ ձևով, հա, ուտենց քաշքշուկներ լինում է։ Հետո պարզում է, որ ես իմ արդեն հենց սկսում է հարցեր առաջանալ այդ։ Դες խնդիրներ էլ է լինում։ Խնդիր է լինում, որ Գերմանից մարդիկ են գալիս իրանց հետ մի հատ իրանց թե переводчик նա թե ինչն է նայում ես, ասեն գալիս են դիմում են քեզ, բայց չեն ասում կոնկրետ ինչ խնդիր է եղել։ Ես ու իմ օգնականից գնում ենք, դրանց դիմավորում ենք, տեսնում ենք, որ մեկը պտտվում է մեր դեմովը։ Ասում ենք խնդիրի մեջ եք, ասում են չէ, բայց վերջում մեր աշխատողին են գալիս բռնում տանում։ Տանում են, պարզում է, որ չինովնիկի կինը երեխու արծով դատարանների մեջ են, իրանք չեն իմացել, որ դա իմ օգնականն է, մտածել են, թե ուրիշ մարդ է։ Հետո պարզվում է, բացատրում ենք, որ այդ մարդին հետ բերեք, հազարավոր դեպքեր է լինում, հազարավոր։ Լինում է, որ հենց տան մեջ են իրար ծեծում, օգնականից մտնում են։ Ասենք ես մի բան տեսնում եմ, ամուսինը ուզում է իմանա, կինը ասում է, ես ասում, արդեն տեղ սկսում է Կռիվը հետո վեճից հետո առաջանում արդեն իրար խփելը, օգնականից մտնում են արանքը։ Նալիս չկարծում, որ այդ դեպքերում արդեն դա ոստիկանության անելիքներ, ոչ թե հնարավոր է ձեր գնալուց հետո այդ ընտանիքում ավելի վատ իրավիճակ ստեղծվի եւ Չէ, ես կարողանում եք։ Չէ, ես ոստիկանությանը չեմ ասում, այդ էլի է ասել, որ ասել դեպք։ Չէ, նկատի ունեմ դա ձեր գործը չի, եթե ասենք ձեր ներկայությամբ այդպիսի դեպքերը լինում են, արդեն վտանգավոր է, որ ձեր գնալուց հետո այդ ընտանիքում կարող են ավելի վատ դեպքեր արձանագրվել։ Չէ, դե օրինակ տեսեք, ես որ զանգում են ասում են գողություն ա եղել, դուրը փակ ոչ ոք չի գնացել, չէ, ասենք այդ տան մեջ հիվանդ տղա է լինում կամ չաշխատող տղա է լինում, դե պարզ է որ դա արդեն իրացնից էր վերցրել, ես չեմ միջամտնում, այդ հարցով ես չեմ միջամտնում, բայց որ տենց լուրջ դեպքեր է լինում, չէ, ես բան չեմ ասում։ Ամեն դեպքում թողնում եք իրենց խղճին։ Մենք ենք մտնում մեջը, մենք ենք մեջը մտնում, այդ հարցը տեսնենք կարողանանք թե տեսիլքի միջոցով, թե ասենք եթե մեզ են դիմում, չէ, ոստիկանությանը չենք ասում։ Չեք ասում ոստիկանությանը։ Ինձ էլի դեպք, տես գիտեք, խիծիցա, էլի տես դեպք ա եղել, կես գիշեր մեկը դուրը ծեծել։ Որտեղ հետևանքները կարող են անդառնալի լինել, դրա մասին է խոսքը, եթե։ Մեկը դուրը ծեծել, եկել մտել տանը մեջ ասում, կամազս փախցրեցին։ Էդ էլի բարեկամ կարտանը նստած ասում ոնց փախցրեցին։ Ասում կամազս տարել, մի բան արեք, այդ պարտներ տենց ասած, ասում չես բանանում, որ այդ գործը նայնեի գործը չի, որ կամազը փախցրել են, չէ։ Ինչով կարողանում եմ օգտավետ եմ լինում։ Ճիշտ ասած, իսկան ժամանակ, դաժե իմ պրակտիկի ժամանակ մարդ ա եղել, դանակով ա եկել, որ պիտի գնամ կնգանս վատություն անեմ։ Բայց էլի, տեսել եմ մի քիչ է լավ վիճակում չի, օգնականներին ասել եմ, չայ, բան, տենց կոֆե սարքեք, բերեք տվեք, մի քիչ մուկ չայ սարքեք, խմացել ա երևում։ Բայց բան չենք տվել, էլի ոստիկանությանը չէ, հետը չենք համագործակցում։ Դե հասկանալի է, ոստիկանությանը չեք համագործակցում, բայց կարողանում եք գոնե հանդարտեցնել, որ վերջը ցավոտավոր չունենա։ Վերջը կամ լավ ա լինում կամ վատ։ Կամ վատ։
Նարնե, խոսեցիք հիվանդությունների մասին ենք հիմնականում խոսում։ Այս տարի որ հիվանդություններն են ավելի շատ եղել ձեզ մոտ, որ հիվանդներն են ավելի շատ եղել։ Ընդհանրապես ստրեսից դա հոգեվիճակն է։ Հոգեվիճակն է այդ հիվանդներին, որովհետև մեր ու տղա եկել են, տղան ասաց ուզում եմ Նարինեի մոտ մտնեմ, ես առանձին մեր ասաց չեմ միասին։ Մտավ, լայքավ նստավ, ասում են ուզում են սպանեն, հետևից սնգացեն, ինձ ամեն տղով փնտրում են, ԿԿԲ-ն է, չէ, բայց ինձ թվում է ԿԿԲ-ն չի, ես էլ ասում եմ ոնց, փաստորեն բա դու ինչ գործերի մեջ ես էլի, որ տենց վիճակ է, մերը դղից մտավ, ասում է ոչ մի գործերի մեջ չի, խելագարվում է, ստրեսի տակ է, տենց բաներ չկա, էդ ինքը տենց կպատկերացնի, այսինքն հիմնականը ջայլ աղջիկ են գալիս ստրեսից, էլի նույն վիճակում, որ անընդհատ շրջվում են, մերերն են բերում, որ հիմնականը հոգեվիճակն է, այս պահը, ես ասեմ, այս պալաժենին հոգեվիճակն է, թե տղամարդկանց մոտ մեծ մասը, թե կանանց մոտ։ Դաժե ինձ տղամարդ եմ բերել, որ իր մոտ սկսել է էպիլեպսիա լինելը, բայց ես մի անգամ ես նայել եմ ու տեսել, որ ինքը ստրեսի տակ է։ Ես դաժե ասել եմ, որ օրվանից ես դու այդ ստրեսի տակ։ Ես տեսնում եմ մեծ վեճ, ես տեսնում եմ գլխիդ ոնց են խփել ու դու ընկել ես, բայց գլխիդ մի քանի անգամ են հարվածել։ Այդ րոպեից դու ստրեսի տակ ես։ Հիմնականը այս հիմա մեծ մասը հիվանդությունները հոգեվիճակն է, բայց գիրկապանքից տարբեր օրգաններ է, որովհետև մարդ կա գալիս է մոտ, ասում է մեր տղան կամ մեր աղջիկը չի վեր կենում, ես մի անգամից տեսնում եմ գիրը դաժե որտեղ է։ Ես ասում եմ գնացեք այս բարձը բերեք տվեք ինձ, բարձի մեջ կա, շորի մեջ կա, դաժե մարդ է եղել, ինքը եկել ասես, սկսում եմ ուշքս ուզում է գնա, թույլացած եմ, վատ եմ, հիվանդանոց եմ գնում, չեն հասկանում, ինչն է, ես տեսել եմ, որ իր նվերը մտել են սկզբից գերեզմանը, նոր եկել իր տունը, դաժե այդ շորն եմ ուզեցել, մաքրումներ եմ արել, այդ շորի վրա, գիտեք ոնց է, հիմա դաժե նվերների մեջով են գիրկապանքներ դնում, ուղարկում։ Ինչ անեն, նվերներ չընդունեն։ Դե շատերը գիտեք ոնց է, իրար հետ կոնֆլիկտ է լինում, դե ես ինչի եմ դա ասում բարձրադարանում, որտե հիմա նոր տարի է գալիս, ասենք մեկը իրար չեն լավ հասկանում, թշնամություն լինում է, կոնֆլիկտներ լինում է, նոր տարվա վրա շատերը կարողանում են կապանքների միջոցով մեկին նվեր տալ։ Այնպես որ պետք է զգուշ լինեն, Պետք է, այո, զգուշ մնալ։ Մի անգամ ես ու իմ օգնականս նստած, այդ աբիդի ժամերը արդեն ոչ մեկին հերթ չենք վերցրել, էլի։ Հիմա մի կին եկավ արագ, ասես չէ, անպայման ինձ պետքա վերցնեք, օգնականս ասես, դե թող գա, եթե իրանը շտապա թող գա, մենակ ինք տանդեղ, մնացածին հետ ենք տվել, աբեդի ժամեր, ենա եկավ մտավ, ասում եմ, մի հատ ես նկարը տես ինչ վիճակա, տեսա, ասում եմ, ես տղան ներկապա հիվանդանոցումն է, վիրահատություն եմ տեսում ծանր, ասեց, ինձ մենակ էտա պետք իմանամ, ինձ հետ էտ էր պետք, ասեց դուրս եկա, ես ու իմ օգնականս իրար նայեցինք։ Այսինքն տղայի տեղն էր պետք ճշտել, ինքը ձեզ Չէ, ասած ինձ հենց էդ էր պետք, որ ինքը վիրահատությունները սկսվել է իրան, թե չէ։ Բայց դրանից հետո ուրիշ կին այդ նույն նկարով եկավ։ Արդեն որ այդ նկարը նայել եմ, օգնականից ցույց տվեցի, ասում դու հիշում ես այս դեպքը, որը ուրիշ կին եկավ, այդ կնգանն էլ ասեցի։ Ասում գիտեմ մեր հարևանն է, մեզ հետ շատ վատ է, իքտա գրեր անում։ Նույնիսկ այդպես։ Նարնե դուրս գան Մենք կարճատև։ զարմացել ենք, որ ինքը շատ հանգիստ է, էլի դա ասում։ Դուրս գանք կարճատև գովազդային դադարի, որից հետո շարունակենք մեր զրույցը։ Հարգելի հայրենակիցներ, այժմ գովազդային դադար, որից հետո կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը։ Հետևեք խնդրեմ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար, հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադա Հյուզում, տեղեկացնում եմ։
Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորաոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է եւ հիշեցնեմ, որ իմ հյուրն է պայծառատես Նարինե Մկրդումյանը։ Նարինե, մի քանի դեպքեր կրկին անդրադառնանք մի քանի դեպքերի։ Դեպքերը շատ են, բոլորի մոտ տարբեր է, բոլորի մոտ տարբեր հանգամանքներ է, տեսեք։ Դե նշեցինք, որ հոգեկան խնդիրներ ունեցողներ, այսինքն հոգեվիճակի հետ կապած դիմում են ձեզ, փորձում եք դուք օգտակար լինել։ Իսկ այդ դեպքում ինչ եք անում։ Հոգեկան այդ խանգարում չեմ կարող ասել, այստեղ ինչ-որ հավասարակշռությունից դուրս եկած, մի խոսքով ինչ եք անում։ Խոսքով եք օգնում, ձեռքով եք օգնում, Չէ, իրաց թույլ տեղը միանգամից գտնում եմ։ Իմ մոտ տեսիլքը բերում է, ինչից հետո է սկսվել։ Օրինակ։ Օրինակը տեսեք։ Այդ դեպքի մասին եք սկսում իր հետ երկար խոսել, ինչպես է լինում։ Օրինակ, եթե գտնում եք, որ դեպքն է պատճառը եղել։ Դեպքը գտնում եմ եւ կարողանում եմ աշխատեմ իր վրա։ Իր հոգեվիճակի վրա։ Ինչով խոսքով եք աշխատում։ Խոսքով, հա, իր հետ եք խոսում, թե մտքում եք խոսում։ Չէ, իր հետ խոսում եմ, իրան հանում եմ այդ վիճակից։ Բայց եթե լինում է օրգանները արդեն, դեղ թույլ կողմը պոչկիներն է, թոքերն է, սիրտն է, գլուխն է, ոսկորներն է, այդ արդեն պարզի մոտ ռենտգենի նման բացվում է, թույլ տեղը տեսնում եմ եւ աշխատանքը կատարվում է։ Այսինքն աշխատանք ինչ եք անում, իրեն ուղարկում եք նորից բժշկի, թե Չէ, ես եմ աշխատում իրաց։ Ինչպես եք աշխատում։ Ես աշխատում եմ, արդեն աշխատանքի մեջ եմ մտնում։ Նկատում եմ այդ աշխատանքը խոսքով է, թե մտքով է, դուք քանի ուժեղցելից եմ, հա, ունեմ բուժիչ հատկություններ, սուրբ հատկություններ, իմ տեսողության մեջ կա այդ դրական կողմերը, դաժե մարդ է եղել, ինձ ասելա դու խարդախ ես։ Հենց գալիս եմ կոմոդ, ցավերից կտրում է, միշտ շաբաթ։ Հենց չեմ գալիս, առաջանում է։ Ես կարողանում եմ այդ նույն ժամանակաշրջանում տեսողությունով այդ թույլ կողմերի վրա աշխատել։ Այսինքն տեսողական է ձեր ամբողջ բուժման ընթացքը աչքերով, հա։ Սկզբից տեսողական է, սկզբից որ գալիս են 30-40% փոփոխություն է լինում, բայց հիմնականը արդեն աշխատանքի մեջ են մտնում։ Հենց նկատում եմ այդ աշխատանքը ինչպես է կատարվում։ Մտքով եք դուք աշխատում, ձեռքով եք աշխատում։ Աշխատանքը մի ամսուկեսից գնում է, 2 ամիս։ Ինչպես, Նարինե, ինչպես եք աշխատում։ Հա, դե արդեն հողերով, սուրբ ջրով, Հա, ունեք միջոցներ ձեզ համար, կողքից որ օգտագործում եք ջուրը, հողը։ Ծառի միջոցով էլ է լինում, բայց ծառի միջոցով դա ամառն է լինում։ Իսկ արդեն այս ժամանակաշրջաններում հողի միջոցով է լինում, ջրի։ Ինչ խոսում եք, հատուկ բառեր եք ասում, Չէ, աղոթքներ եք անում։ գոդեր կա եւ բնության, հա, թվեր կա։
Թվեր կա, թվերի միջոցով էլ ալին։ Իսկ թվերը ինչպես է գտնում ում համար որ թիվն է նախատեսված։ Բացվում է, ամեն մարդի էներգիով իր թիվը բացվում է։ Իսկ այդ թվերը ինչ եք անում, գրում եք տալիս եք իրենց, թե դուք ձեր մտքում դասավորում եք։ Ես արդեն գիտեմ այդ մարդուն ոնց օգտել այդ թվերի միջոցով, բայց հիմնական տեսիլքները բերում է։ Հետո գիտեք ինչ են շատ բերում, բժշկական դիագնոզը գրած, այդ են շատը բերում, դատարանների թղթերն են շատը բերում, հիմնականը այդ ինչ թղթեր կա, սա բերում են թղթերին, որ օրտնանք գնա, բայց հիմնականը մոտ տեսիլքն է բերում։ Լինում է եւ որ ասում եք, որ այդ թղթերը բերելուց հետո մեկ է ոչինչ։ Ես դաժե չասեմ, իրանք բերում են։ Իրանք սաղ բերում են։ Ավտոյի թղթերն են բերում, բժշկական թղթեր են բերում, դատարանի թղթեր են բերում, ամեն մեկը իր բանով, էլի խնդիրով գալիս է։ Նայեք, քանի որ մեր շատերն են լսում եւ նախ գուցե հնարավոր է մեր նախորդ հաղորդումներն չեն լսում, մեկ անգամ եւս հասկանանք ձեր օգնությունը ինչպես է տրամադրվում ձեզ օգնության դիմաց հաճախորդից։ Բերում են պատմությունները կամ թղթերով են բերում կամ պատմում են։ Առաջինը դա տեսողականն է ձեր, որ դուք նայում եք եւ հասկանում եք որտեղ է հիմնականում պատճառը եւ այդ պատճառի մասին եթե խոսքով հնարավոր է տեղում սկսում եք խոսել, դրանից հետո ջուրը, հողը եւ այլն այդ միջոցներն եք օգտագործում, աղոթքով եք անում այդ ամենը, թե կոդերով եք ասում եք կոդերով։ Կոդերը նորից ձեզ տեսիլքով տրվում է։ Ինչ սաղ տրվում է։ Իսկ այդ կոդերը որտեղ եք տեղավորում, ինչպես է ստացվում, դուք ձեր մտքում եք նորից 4, 7, 8, ինչ որ ինչպես է արվում դա։ Դե դա արդեն աշխատանքի մեջ։ Ես չեմ ասում ձեր բոլոր գաղտնիքները մեզ բացեք, բայց երբեմն լինում է մարդիկ, որ գնում են էքստրասենսի մոտ, օրինակ աշխատում է ձեռքով, տաք էներգիայով են աշխատում։ Չէ, իմ սաղի մեջ իմ դեմը ձեր մեջ է։ Այդ ամեն ինչը ձեր մեջ է, դուք եք խոսում ձեր հետ, դուք եք այդ կոդերը դասավորում, վերևի հետ է լինում կապը։ Այո, վերևի հետ սաղ բացվում է։ Իսկ լինում է ինչ որ բաներ, որ մարդկանց տալիս եք, որպես տնային աշխատանք տանեն կատարեն։ Ասենք տանը ինչ որ բան ունենան անելու ձեր մոտ գալուց հետո։ Լինում է տարբեր բաներ ալին։ Օրինակ տանը ինչ կարող են անել։ Դե տանը այն մարդիկ, ովքեր ինձ զանգում են կամ գրում են, որ տանջվում են երազների մեջ, դաժե կրավատից են վերընկնում, ես իրանց ասում եմ, էլի այդ մոմենտը ինչ պետք է անեք, որ դա չլինի, ասենք այդ նկատում եմ դուք կարողանում եք ասել տանը ինչ են անել։ Ասում եմ, նկարեք ձեր նկարը ուղարկեք ինձ, հետո ընդեղ ասում եմ, էլի սենյակի մեջ խոնք վարեք, դրեք, տեսնում էլ եմ, միջև իրանց ասելի ես տեսնում եմ, մարդ որ զանգում այն վրա, ես ասում եմ, որ քո խնդիրը կոնկրետ, դու երազների մեջ ես տանջվում։ Դա ես եմ սկզբից ասում, որ դու ընկնում ես մահճակալից, նոր իրանք են ասում։ Ու եթե մոտ բացվում է, էլի բերում։ Իմ մոտ տեսիլքը հիվանդությունները, սկզբից հիվանդություններն է բացվում, հոգեվիճակից մինչև իրանց այդ օրգանիզմի տարբեր հիվանդությունները։ Իսկ հետո արդեն իրանց անձնականը։ Քանի որ ցելիցել եմ, սկզբից հիվանդությունները, հետո անձնականը սաղ բերվում է։ Օրինակ քաղցկեղի դեպքում նորից ասում եք կոդեր եք հավաքում։ Ռակի դեպքում իմ մոտ բացվում է կոնկրետ խնդիրները, որ կողմն է ճյուղավորված։ Ու նորից կոդավորում եք անում, հա, կոդերի խնդիր է։ Չէ, այդ ճյուղավորված կողմերի վրա աշխատանքը գնում է։ Էլ ինչով է գնում, նորից կոդերով է գնում, թե ինչ որ աղոթքներով։ Տեսիլքը այսպես է, ասենք, ինքը ռակրավի է, իմ մոտ բերում է մեծ մասը ճյուղը, որ կողմն է տարել։ Եվ այդ կողմի վրա աշխատանքը արդեն գնում է։ Ինքան որ ուղղությունը ես տեսնում եմ։ Նկատում եմ աշխատանք, ինչպիսի աշխատանք է արվում։ Թվեր եք գրում, նորից ասում եք, թե արդեն Սուրբ Հողի միջոցով է, կրակի միջոցով է։ Թվերը որ գալիս են, իրանք այդ ժամանակա բացվում, իրաց թվերը, իրաց ճակատագրերը։ Ասում եք հողի միջոցով, սովորական հողի մասին է խոսքը։ Չէ, Սուրբ Հողի, որ աշխատած հող է լինում։ Բայց դուք այդ հողերը որտեղից եք ձեռք եք բերում, ինչ որ։ Ես եկեղեցից եմ բերում։ Եկեղեցի կա, որ ինքը տակ է արել, դղից քարեր ենք բերում։ Տարբեր տեղերից բերում եմ, ես էլ եմ աշխատում։ Այսինքն ջուրը, հողը, կրակի հետ էլ եք աշխատում։ Հա, կրակի հետ անպայման աշխատանքը պետք։ Կրակը հիմնականում վարում է մարդկանց գրերը, կապանքները, այդ ինչ արածա տվյալ մարդու վրա։ Դրա համար կրական պայման պետք է լինում։ Նարն է ինչ որ մի բան որ կապում են, այդպես ասած քարկապ են գցում, այսպես ասեմ, ինչ դրանք վտանգավոր բաներ են, մարդիկ պետք է խուսափեն այդպիսի։ Տեսեք, խոսքը ուժ ունի։ Տեսնեք, դուք ասում եք հիմա նոր տարի է, մարդիկ մեկը մյուսին նվերներ են փոխանցում եւ այլն։ Հիմա շատ գեղեցիկ այդ զարդարված տուփերն են նվիրում, այդ ժապավեններն են կապած ընդունում։ Մի խոսքով դրանց մեջ ինչ որ վտանգավոր բաներ տեսնում եք։ Վտանգավոր բաները գիտեք ոնց է, ասենք եթե մենք կոնֆլիկտի մեջ ենք լինում,
Իմանան ումից են Հիմա ընտրել։ ներկապահը դա շատ հարմար լավ իրավիճակ է, որ տանելի, որտեղ իմ պրակտիկում տես դեպքեր շատ ա եղել։ Այսինքն իմանան ումից պետք է ընդունեն նվերը։ Այո։ Ամեն մեկից պետք չի նվեր ընդունել։ Խոսենք Պրակտիկումս տես դեպքեր շատ ա եղել, որ եկել են ասել, որ праздникներին իբրև հաշտվել են, բայց հետո պարզվել է, որ գտել ենք շորի մեջ կապանք, գտել ենք դաժե մոմի մեջ կապանք դրած սեղմած մեջը, նույնիսկ։ հա, նույն ձևի մոմով սարկած գցած մեջը, շատ բաներ եկել խաղալիքի մեջ, բայց մենք այդ ժամանակ իրար հետ կապ չունեինք, էլի հետո դրա վրա праздники վրա հաշտությունն ա եղել։ Լինում է հազարավոր դեպքեր ա լինում, ուղղակի որ իմ մոտ անընդհատ հերթ WhatsApp-ի վրա զանգեր տարբեր երկրներից էս, ես որ գալիս եմ ստեղ արդեն չգիտեմ որ դեպքը պատմեմ, որը չպատմեմ, բայց դեպքերը շատ ա լինում։ Նայեն է երեխաների պահով ինչ որ դեպքերը եղել են ձեզ մոտ կամ հիվանդ երեխաներ են բերել, մենք սովորաբար մեծերի մասին ենք խոսում։ Երեխաներ շատ են բերում։ Ինչ հիվանդություններով են լինում։ Երեխաները լինում են տարբեր էլի ծնկների հետ կապված, ոսկորների հետ կապված, ողնաշարի հետ կապված, իրանց ուտելիքի հետ կապված, որ ինչ ուտում են, ուզում են հասկանալ ինչ խնդիր է դա։ Դաժե ես տեսել եմ, որ հենց կոկորդի այս կողմում խնդիր կա, ասել եմ տարել են հիվանդանոց, պարզվել է, որ այո եղել է։ Մարդ ա եղել, եկել է իմ մոտ, ասել եմ դու քո դեմը ես շատ չեմ տեսնում, էլի տակնված հիվանդություն ունես, մի հատ մտիր հիվանդանոց։ Ես էլ եմ ճիշտ աշխատել, բայց ինքը մտավ հիվանդանոց, տեսավ թաքնված հիվանդություն ունի, այն չարվորակ խնդիրներից ուներ։ Ինչքան կարողացա օգնեցի ես էլ, բայց էլի Լինում է դեպք, որ դուք անզոր եք լինում։ Դե եթե ուշացումով ա գալիս լրիվ, այդ ժամանակ անզոր եմ։ Եթե շատ ուշացումով ա էլի գալիս, բայց մարդկա չի թողում, որ այդքան ուշանա, էլի միանգամից դիմում է։ Նարնի անցած անգամ մեկը ինձ գրել էր եւ հարցնում էր, այսինքն հոգեկանի հետ կապված խնդիրներով մարդկանց ընդունում եք թե չեք ընդունում, դուք եւս մեկ անգամ այստեղ ասացիք, որ ընդունում եք, միայն թե ժամանակին պետք է բերեն եւ ճիշտը պետք է ձեզ ինչ որտեղ ներկայացնեն։ Եթե բարձ խոսենք, հոգեկան վիճակը լինում է նաեւ, որ դեղի տակ են լինում։ Աթմրանյութերի մասին է։ Կամ լինում է, որ ստրեսից է լինում։ Ես ընդունել եմ հոգեկան տենց վիճակով մարդկանց, բայց հարևանությանն էլ են խանգարում, դրա համար մի պահ չեմ սկսել ընդունել, որովհետև ասենք հարևանը դուրս է գալիս, թե իրանք դա անգիտակից վիճակում կարող է հարևանի վրա էլ արձակվեն։ Դրա համար ծնողներին ասել են, որ ժամանակ ձեր երեխաներին մի բերեք, դուք իրանց նկարը բերեք։ Շատերին այդ ձև եմ ասել, դեղ հոգեկան վիճակը տարբեր է լինում, լինում է դեղերի տակ են լինում։ Լինում է, որ խմիչքը չկա, տենց են գրում WhatsApp-ի Viber-ի վրա, որ տունը ջարդում է, խմիչքի համար հոգեկանը խառնվել է։ Լինում է, որ իսկական հոգեվիճակն են վատ է, լինում է նյարդերն է հոգեվիճակից առաջ ընկնում։ Ուղղակի իրանց հետ էլ ուրիշ պատկոդ է, էլի աշխատանք ուրիշ ձև է գնում։ Բայց դե հիմնականը ընտանիքի մթնոլորտից է գալիս։ Կամ ժառանգական է լինում։ Որտե մարդ կա եղել, բերել են այդ մարդի հետ խոսելու ժամանակ իմ մոտ տեսիլ կա բացվեր, որ իր քուրն էլ այդ վիճակին, հերն էլ այդ վիճակին, հոր աղբերն էլ այդ վիճակին եղել, ծնողը ասում է, այո, դա տենց է եղել, ժառանգական գնում է, մարդկա ստրեսից է, եթե ժառանգական է լինում, էլի աշխատանքը գնում, էլի եմ կարողանում աշխատեմ։ Ամեն դեպքում մենք սպասենք նորից ձեր նոր պատմությունների, Նարինե, նույն բանի մասին ենք կարծես թե ամեն հաղորդմանը խոսում, մի բան փոքր փորձում ենք ավելացնել մեր խոսակցությունների մեջ, նոր դեպքերի մասին խոսել, այսօր էլ մի նորություն ունենք, ձեր մասին ֆիլմ են նկարահանել։ Մի փոքր այդ ֆիլմի մասին կասեք, ինչ է դա։ Այդ ֆիլմը տեսեք, ես այդ ֆիլմը չեմ ուզեցել սկզբից նկարվեմ, բայց որ երազիս մեջ եկա, փոխանցվեց, այդ ֆիլմը եղավ։ Ինչի մասին է ֆիլմը։ Ձեր մասին, ձեր կյանքի։ Ֆիլմը նկարված, այո, այնտեղ նկարել են այս ձեր պատմության մասին է ֆիլմը։ Իմ պատմության մասին է։ Հիմա ամբողջական ֆիլմը կա, թե դեռ Չէ, լրիվ նկարված է։ Լրիվ նկարել են։ Հետո YouTube-ում կտեղադրվի, մենք կտեսնենք այդ ֆիլմը։ Այո, YouTube-ում արդեն տեղադրված է։ Արդեն տեղադրված է։ Եվ տեսիլքի միջոցով, հա, փաստորեն վերևից հանրարարություն ստացաք եւ իրականություն դարձել։ Իսկ ինչ տվեց այդ ֆիլմը ձեզ։ Որքանով հասկանում եմ, դուք արդեն մարդիկ ձեզ ճանաչում են, երբ մենք սկսեցինք մեր փոքրիկ հաղորդումները, այս հաղորդումներից հետո սկսեցին ավելի լավ ձեզ ճանաչել, հիմա ֆիլմը ինչ տվեց ձեզ։
Չգիտեմ, ֆիլմը ես երազի մեջ եմ տեսել, որ պետքա ֆիլմը լինի։ Ես այդ ժամանակները պատրաստում էի երկրից դուրս գայի, բայց եթե ֆիլմը երազիս մեջ փոխանցվեց, անսպասելի մի տեղից մի հատ շատ մեծ կրուպնի գումար եկավ, շատ մեծ բավականին։ Ու նաև զանգեցին այդ նկարող խումբը, ասեցին չէ գալիս ենք նայնեին նկարենք, մայրիկիդ հետ ենք խոսացել պայմանավորվել արդեն ոնց որ ու գիտեք տեղ տարօրինակը որն էր։ Այդ մոմենտները, որ ինձ նկարում էին, իմ աչքերիցս արտասունքներ էր, ինքը իրան գալիս։ Դաժե որ գնում եմ խաչից պատճեմ, այդ արտասունքները մեծ քանակությունով թափվում է, էլի։ Ասենք դա սա վերևի Աստծո կողմից է եղել, երևի որ մարդիկ հասկանան, որ Աստված կա։ Բայց ձեզ հիմա ինչ տվեց այդ ֆիլմը։ Ուղղակի հանգստացաք հոգեպես, հանձնարարություններ կատարեցիք, հա։ Դա ես ճիշտ ասած, երազիս մեջ է փոխանցվել։ Ես պատրաստում եմ երկրից դուրս գայի, որ դա եղավ, չեմ կարող ասեմ։ Դա Աստծո կամքն է եղել։ Աստծո կամքը նաև եղել է։ Ընդ որում մեր հաղորդումներին էլ երբ որ գալիս եք, դա ասում եք, որ ունեք այդպիսի։ Տեսեք, լիքը զինվորների եմ օգնել փաստերով, որ իրանց զինվորը չկա, որ ուրիշները ասում էին կա, ես ասում էի չկա, դաժե հասցեներով, իրանց որ իրանք ինձ լավ ճանաչում են, եկել են, սա փաստերով։ Արցախի հայաթափությունը տեսակ, ձեզ հայտարարեցին ազգի դավաճան, սկսեցին ձեր հետել եք, դուք դա եք տեսել։ Ես հայաթափությունը շուտ եմ տեսել, իրանք ճիշտ չեն հասկացել։ Դե ես եմ դարձել մեծացել, ես ոնց կարամ ուզեմ, որ Ղարաբաղը չի լինի։ Պարզավոր առաջինը ես եմ ուզելու լինել։ Այդ ժամանակներն շատ զանգեր ստացա, այդ ինչ ասեցի։ Դե հիմա բացվել է, այդ էլ դա տեսել եմ։ Շատ բաներ եմ տեսնում, ասեք, իմ մոտ հերթը անընդհատ ես հերթի տակ եմ։ Նարնե, հիմա հաջորդ տարվա համար ինչ եք տեսնում։ Հաջորդ տարվա համար ես շատ լավ եմ տեսնում, շատ դրական տարի եմ տեսնում, շատ լավ եմ տեսնում։ Եվ ուզում եմ միշտ տենց լինի։ Ես մեր հայությանը ցանկանում եմ ամենալավն ու բարին, բայց մի հատ հայտարարություն է պիտի անեմ։ Ընտանիքից ընտանիք տարբերություն շատ կա։ Տեսեք, օրինակ մարդ կա գալիս է մոտ, ասում է մերս մեծ է, իր համար ուգալուկ են վերցրել։ Մարդ կա էլ ուզում է իր ծնողին գցի ծերանոց։ Ես ուզում եմ հայտարարեմ, որ ձեր ընտանիքների մեջ պետք է օգնեք իրար։ Ես իմ աջակցությունն եմ տալիս, բայց իրանք էլ դուք էլ ձեր աջակցությունը թույլերին օգնեք, հիվանդների կողքը կաղնեք, չունևորներին պատժեշ կարեք, նեղության մեջ մարդկանց օգնեք։ Լիքը տենց որ իրանք իրար մեջ օգնեն, որ ասում Տշնամին տնից է լինում, էդ էլ են ճիշտ ասում։ Հիմա որ տշնամին տնից չլինի, մեծ փոփոխություն կլինի։ Հիմնականը տնից է գալիս, այդ ամեն ինչը տա մթնոլորտից։ Եվ ամեն տեղի մթնոլորտից է էլի գալիս, որ գալիս են ինձ մոտ, ես հիմա մեկը ասում եմ, 10 չեմ ասում, քանի որ եթերում եմ, որ սենց բաներ են պատմում, вообще ընդհանրապես էլի թեկուզ ընտանիքների մեջ, փակ տարածությունում, հիվանդանոցներում, որ մի տեղ են լինում։ Եթե այնտեղ գնաց, ասենք, մի քիչ ուրիշ խոսակցություններ կամ մեկը մեկին հանդեպ եղավ, եթե այդ ձևի է վիճակը այնտեղ, դրսերումն էլ արդեն սկսում այդ վիճակը լինելը։ Այսինքն սիրո հանդուրժողականության կոչ եք անում մեր ժողովրդին։ Իրար սիրել, իրար հարգել, իրար օգնել իրար։ Ամենակարևորը այդ է։ Օրինակ մարդ կա գալիս է, ասում եմ, մորս ուզում եմ գցեմ ծերանոց, ասում եմ, դա ճիշտ չես անում, բա խանգարում է, մեզ պարաված է, տարիքը գժվել է, ասում եմ, ոչինչ, դու իր ուգալոկը տուր իրան, ոչ մի բան քեզ չի անելու։ Մարդ կա գալիս, ասում է, ախպերս զզվացրեց, ինքան սիգարետ ուզեց, փակ տեղա, ասում եմ, ոչինչ, ինքը նեղ տեղա, դու լայնություն ունես, դու պիտի իրան հասցնես, քո ամեն ինչը բոլ-բոլ է, իրանը չէ։ Մարդ կա գալիս է, ասում է, քուրս մի քիչ առողջ չի, հոգեպես, բա կնգանս կխանգարի, մտածում եմ ինչ անեմ, ասում եմ ոչինչ, թող քուրդ մնա, բա մեզ վրա ազդում, մտածված բաներ անում, ասում եմ ոչինչ։ Հիմա վաղն է դու կարաս տենց վիճակում լինես, էլի ոչ ոք ապահովագրված չի, որ ինքը խնդիրներ չի ունենա։ Տան համար որ գալիս են, որ իրար սկսում են, բայց էսա գնալու ենք ուրիշի մոտ, քուրոջս վրա գիր անեմ, ասում եմ դու տենց անելով տան տնից է լինում տշնամին, որ ընկավ հիվանդանոցները, դուք չեք սա ընտանիքով գումարը հավաքելով, հավայի բանա դա։ Գիտեք ոնց ասես նայում ես, չէ, մեծ են, կայուն են, կայացած տեղեր են աշխատում, բայց որ ազնականի պահով գալիս են, մի հատ sense խոչընդոտ վիճակ, որ պետքա իրանց, դե կարող է լարված են, կարող արդեն լիք, բայց ազնականի պահով միշտ ասում եմ, դուք սկզբից ձեր ընտանիքներում իրար օգնեք։ Երբ որ դուք օգնեք, դուք եթե չօգնեք, դրսում ընդհանրապես չեն օգնելու։ Իրար պատժեշկա միշտ պետքա։ Տեսեք, մեր պետությունը գիտենք, մենք որ ինքը չի կարողանում լավ օգտավետ լինի։
եթե տնից էլ չի օգտավետ լինեն, դրսում ընդհանրապես չեն էլ լինելու։ Եվ վերջում փաստորեն դուք այս մեր կարծես թե մեր հանրության նոր տարին շնորհավորեցիք, այդպես է ստացվում եւ Հանրությանը ես ցանկանում եմ ամենալավն ու բարին։ Այս տարի ես շատ լավ տարի եմ տեսնում։ Նաեւ կուզեմ փոփոխություն լինի, այդ մեր հայկական եկեղեցու քաղաքներն էլ իրանց մոտ էլ շատ մեծ փոփոխություն լինի դուրս գան։ Դա հեչի աստեղը չի։ Դե բոլորին լավն ու բարին եմ ցանկանում։ Լավն ու բարին եմ ցանկանում, լավ տարի եմ ցանկանում, ես էլ ինչով կարող եմ օգտավետ եմ լինելու հաստատ, որովհետև ինձ վրա էլ կան գրողներ, այդ օգնությունների պահով էլի, որ նոր տարի է լինում, ես միշտ ասում եմ, ինտերնատի երեխոցը, չունևորներին, թոշակառուներին, իմ կազմակերպությունից օգտավետ է լինում։ Եվ ձեր հեռախոսահամարը Նարինե 094 99 47 98 Այսինքն մնացել է նույնը, այնպես որ ցանկացողներ եթե լինեն, կարող են նորից զանգահարել, on-line նորից դուք շարունակում եք աշխատել, Viber, WhatsApp On-line վերցնում եմ, այո, եթե on-line չվերցնեմ, ես երևի տեղիցից չեմ էլ կարա վեր կենամ, որովհետև հերթը որ գալիս է կուտակվում, միջև կես գիշեր։ Իսկ նանի այդ հերթագրումների հետ կապված դուք չեք իրենց գրանցում, թե պարտահական մատիտեղը իմանում են գալիս են առանց ասելու։ Չէ, գալիս են, մի մոմենտ առանց ասելու էին գալիս։ Մի անգամ հյուրեր ունեինք այլպետությունից նստած, այդ որ ասում եք ոստիկանության գործն է։ Էլի թե դուրը եկան ցեցեցին մի անգամից, բանային ջամ էս խափեցին։ Դե հիվանդքին եմ, սաղ տարան, էս հավերես տարան, էս ինչ տարան, ու մի քանի օկու մտել են։ Դե Ռուսաստանից էլ մարդիկ ունեինք, հյուրեր ունեինք եկած, մեկը վեկացավ, ասում մամայիկ ջան, արի նստի, մեկը ասես, դե բա նստած ենք, լավ չի դուք դեղ կանեք, այն ինչ տղա ջան, ինչ լավ չի դեղ կանեմ, սաղ տարան, ու տենց եկան նստեցին նորից թե տեսիլքով, թե մարդի միջոցով ուզեցել ենք օգտակար էլի լինենք իրան, բայց չէ, ոստիկանություն չենք տալիս, միգուցե մի օր է դրա համար են կանչելու, ասելու են, բա որ սենց դեպքեր է լինում, խիչեք ոստիկանության ասում։ Հուսանք որ դրան չի հասնի։ Հա, դա աստված էլ չի հասնի։ Շնորհակալություն եմ հայտնում Նարինե, այսօրվա մեր հաղորդման համար, սա մեր տարեվերջյան հաղորդումներ, հարկ լինել դեպքում։ Ինձ էլի ես զգուշացրել, ասել եմ մի օր դու վատ ես, մի օր դու բռնվելու ես, այդ մեկը դու լավ իմացիր, քո ընդհանրապես եկող գնացողները սաղ մեծ հարցերով են։ Բայց դե ինչ անեմ, ես պատրաստ եմ օգտավետ լինեմ, ես միշտ իրանց հետ եմ ասում։ Ես ցանկանում եմ հայությանը ամենալավն ու բարի, այս տարի լավ տարի, նոր տարին շատ լավ դիմավորեն, ես է պատրաստ եմ օգտավետ լինեմ, թե չունևոր ընտանիքներին, թե ինտերնատի երեխոցը, որովհետև դա իմ պարտականությունս է։ Ես միշտ իրանց օգտավետ եմ լինում։ Այդ ինտերնատի երեխոցը պահով է շատ են զանգում, որ Նարինե ջան ժամանակի մենք վերցրել ենք, հիմա չենք կարող էլ իրանց պահենք, մի բան արա։ Ասում եմ լավ, ինչ որ կարողանամ կօգնեմ։ Տալիս եմ օգնականներից, ինչից կարող ենք դնում ենք, տարեք հասցրեք, տենց հարցեր լինում է։ Դաժե ես երեխա գիտեմ, որ այդ երեխուն ով տարել է հետ տվել է ինտերնատին։ Խնդիր է եղել երեխայի։ Ես չգիտեմ ինչ ա եղել, ասում ոչ ես եմ կարողացել պահեմ, ոչ մեկը, ոչ ես մեկը, բայց իմ օգնականները միշտ ուշադիր են, էլի այդ երեխու հարցով։ Դաժե զանգում են, ասում են ուշադիր եղեք, որ ոտը չշեղվի, ոչ ոք չունի իրան։ Մենք բոլորի դեմը չունևորներին, հիվանդներին, անօգնականներին, ես կողքներին կանգնած եմ։ Ու միշտ ասում եմ, սկզբից պետք է լինելու տան անդամները իրար պատժ կանեն, հետո նոր շատերը ասում են, շատերը իրար հետ ապրում են մի տան մեջ, իրար պատժ չեն անում։ Մի քանի վաղ առաջ էր այդպես մի դեպք եղել, միգուցե կլսեն կվիրավորվեն, բայց իմ մոտ հարևան ա եկել, դուրը ծեծել մտել, ասում այս ինչի ամուսինը ինձանից վարձի գումար ա ուզում։ Ուզում ա որ այդ գումարը ես տամ, իրանք մնան էլ իրանք ուզում են հանեն։ Ասում այս ա գալու են քո մոտ, ասել են Նարինեից ենք ուզելու։ Դե իմ մոտ էլի ես կտամ, որովհետև ես աշխարհի մարդ եմ, ցելից եմ հայտարարված, էլի պատրաստ եմ օգնել։ Հիմա իրանք եկել են նստել ամուսիններով։ Կանգանը հակը, սա ոսկեղեն գումարը դերը, ու ամուսին ուրիշ ցա ուզում։ Ես էլ ասում լսիր, եթե քո կինը չի տալիս, այն ուրիշը պարտականա քեզ տա։ Սկզբից պետք է լինելու տանդ մեջ ամերաշություն լինի։ Դուք ամուսիններ եք, երեխա ունեք։ Եթե քո կինը չի քեզ հասնում, արևանը պետք է տա։ Ես էլի տալիս եմ, հասկանալով իրաց կարգավիճակը, բայց արևանը նույն բանն էլ է արևանը ասեց։
Այնպես որ սիրեք իրար։ Իրար պետքա սիրել, իրար պետքա Հարգել, հանդուրժել։ իրար Եթե դուք հանդուրժել։ ամուսնանում եք իրար հետ, դուք իրար հանդեպ ոչի բանի չեք ուզում զիջում գնաք, հարևանն է գնալու։ Ես էլի ինչ որ միտես զիջում եմ գնում։ Սա իմ մոտ այս հարցը ամենաթեթև խնդիրն է, բայց հիմնականը շատ մեծ խնդիրներով են գալիս, շատ մեծ խնդիրներով, որը դաժե կապված է լինում, իհարկե ոնց որ շեշտվում է ոստիկանության հետ կապված, բայց ոստիկանությանը ես կոնկրետ չեմ դիմում, թե հետո ինչ կլինի ես չգիտեմ, ես իմ ձևերով այդ հարցերը լուծում եմ։ Թե տեսիլքով թե իմ ձևերով։ Մեր ձևերով մի ասեք այդ բառը, վտանգավոր բառ եք ասում։ Շնորհակալություն եմ հայտնում Նարինե այսօրվա հաղորդման համար։ Մենք կհանդիպենք արդեն հաջորդ տարի ավելի զարգացումներ շատ են սպասվում, այնպես որ մեր ներքաղաքական կհետևենք իրադարձություններին։ Հա կարևորը տեսեք, կարևորը այդ երկու խաղանան դուրս գան գոնե այս տարի, նոր տարին, իրանց նոր տարին է տես շնորհավոր լինի, որ շատերը ասում են Նիկոլ Փաշինյանից վատ բան մի խոսա, այսա քեզ եկը բռնի, ասեմ, ես վախեցող չեմ։ Դե մենք վատ բան չենք խոսում այս պահի դրությամբ, այնպես որ ձեզ Դե բռնելու ես չգիտեմ, տարբերակ տենց եմ լսել, որ կին տղամարդ սաղին բռնելով տանում է։ Չէ, եկեք լսածներին շատ այդքան ուշադրություն չդարձնենք, պետք չի։ Շնորհակալություն եմ հայտնում այսօրվա հաղորդման մասնակից լինելու համար։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։